Ասեք օրինակ ես այն օրը մի բանի հանդիպեցի, որ բողոքում են, մարդիկ բողոքում են բնականորեն, որ ավտոբուսային գիծը մի գիծ վերցնում է եւ հանրային տրանսպորտը, միայն հանրային տրանսպորտն է կարողանում ուղևորվել եւ այդտեղ հարց է առաջանում մարդկանց մոտ, ինչի իրենք ավտոմեքենաներով գնալով ավելի վատանում է իրավիճակը եւ իրականում դա շատ բնական հարց է, բայց նաեւ ունի շատ բնական պատասխան, որովհետեւ մեր փողոցները չեն հնարավորություն չունեն լայնանալու ավել։ Մենք այո ունենք շինարարություններ, Արշակունյացը միացնում ենք Իսակով պողոտային, ունենք խոշոր էլի նոր կամուրջների կառուցման ծրագրեր Հրազդանի կիրճի վրայով, բայց այնուամենայնիվ Երևան քաղաքի նամանավանդ փոքր կենտրոնի փողոցները ավել լայնանալու տեղ չունեն։ Եվ եթե մենք տարեց տարի, ամիս առ ամիս ավելի շատ մարդատար մեքենաներ ենք ունենում ուղևորահոսքի մեջ, միակ բանը, որ մենք կարող ենք անել, առաջին բանը, որ մենք պետք է անենք, դա հանրային տրանսպորտի համար բոլոր հնարավոր տեղերում տալ առանձնացված գծեր, որպեսզի հանրային տրանսպորտով ուղևորությունները դառնան էլ ավելի արագ, էլ ավելի հարմար, եւ երկրորդ, քաղաքի մուտքերի մոտ եւ տարբեր հատվածներում առանձնացնել այն կետերը, որտեղ որ մենք ունենալու ենք մեծ ավտոկայանատեղիներ, որտեղ որ մարդիկ թողելու են իրենց անձնական ավտոմեքենան եւ շարունակեն տեղաշարժվել հանրային տրանսպորտով, որովհետեւ ուղղակի այլ լուծումներ Երևան քաղաքում եւ մնացած այլ քաղաքներում էլ տենց հորինված չեն, այսինքն եթե ավտոմեքենաների քանակը ավելանում է մարդատար, դրա միակ լուծումը այն է, որ հանրային տրանսպորտը պետքա ավելի լավ աշխատի, իսկ ավտոմեքենաները ավելի քիչ պետքա մտնեն այն հատվածներ, որտեղ որ գերծանրաբեռնված է։ Այդ ծանրաբեռնվածությունը պետքա կենտրոնանա հիմնականում հանրային տրանսպորտի մեջ։ Եվ սա է այն ճանապարհը, որով որ միակ ճանապարհը, որով որ մենք կարող ենք առաջ շարժվել։